Ողջույն բոլորին։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու Աստղաբանդ Համարա Գլոբայի աստղագուշակը 2025 թվականի ապրիլի համար կենդանակերպի բոլոր նշանների անդրադարձով։ Ոչ բոլորի բախտը կբերի, ինչ նորություն կա եւ ինչի մասին արժե հոգ տանել այս ամիս։ Հայտնի ռուս Աստղաբանդ Համարա Գլոբան 2025 թվականի ապրիլ ամսվա մանրամասն կանխատեսում է ներկայացրել կենդանակերպի բոլոր նշանների եւ ներկայացուցիչների համար։ Եվ այսպիսով սկսենք։ Խոյ, ապրիլը նոր հնարավորություններ եւ հեռանկարներ է բերելու։ Պատրաստ եղեք փոփոխությունների ձեր աշխատանքային եւ անձնական կյանքում։ Հոգ տարեք ձեր առողջության մասին եւ ուշադրություն դարձրեք ձեր հարազատներին։ Ցուլ, ձեր կյանք կմտնեն հին ու նոր ընկերներ, որոնք կներգրավվեն ձեր գործերի մեջ։ Հարմար պահ է փող աշխատելու եւ ապագայի համար պլաններ կազմելու համար։ Երկորյակներ, ձեր առջև բացվում է երազանքների եւ ապագայի պլանների նոր շրջան։ Պատրաստ եղեք լուրջ փոփոխության ձեր կարիերայում եւ հարաբերություններում։ Խեցգետին, ապրիլը հաջողության հնարավորություններ է բացում բոլոր գործերում, հատկապես տնից հեռու։ Հոգ տարեք ձեր առողջության մասին եւ ուշադրություն դարձրեք ձեր հարազատներին։ Արյուծ, ապրիլը կբերի ձեր կյանքի բոլոր ասպեկտների վերակառուցում, բաց եղեք նոր գաղափարների եւ նախագծերի համար, բայց նաեւ զգույշ եղեք ֆինանսների եւ պայմանագրերի հարցում։ Կույս, օգտվեք ձեր լավ հարաբերություններից գործընկերների եւ ընկերների հետ։ Այս ժամանակը պահանջում է ներգրավվածություն այլ մարդկանց եւ գործունեության մեջ։ Կշերկ, ապրիլը գործընկերների եւ վերադասի հետ ապագայի պլաններ կազմելու շրջանն է։ Պատրաստ եղեք բիզնեսի եւ անձնական հարաբերությունների լուրջ վերակառուցման։ Կարիճ, նոր դարաշրջանը հնարավորություններ կբերի աշխատանքում եւ փոփոխություններ հարակից գործերում։ Հոգ տարեք ձեր տան մասին եւ ուշադիր եղեք ձեր կարիերայի նկատմամբ։ Աղեղնավոր, ժամանակ հատկացրեք ձեր ընտանիքին եւ տանը։ Ապրիլը նոր հնարավորություններ եւ հեռանկարներ կբերի հատկապես անշարժ գույքի եւ սիրո հարցերում։ Այծեղջյուր, ապրիլը հաջողություն եւ նոր պայմանագրեր կբերի, պատրաստվեք մեծ առաջարկների եւ վաստակի։ Ջրհոս, լավ ժամանակ է մտերիմների ու երեխաների հետ կապված հարցերի համար, կլինեն մարզվելու եւ վաստակելու հնարավորություններ։ Ձկներ, ապրիլն այն շրջանն է, որը նոր հնարավորություններ եւ հեռանկարներ կբացի ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Հոգ տարեք ձեր առողջության մասին եւ ուշադրություն դարձրեք ձեր ընտանիքի եւ սիրո վրա։ Դե ինչ, եկեք շնորհակալություն հայտնենք Համարա Գլոբային հետաքրքիր աստղագուշակ ներկայացնելու համար։ Ձեզ մաղթում ենք հաճելի եւ դրական լիցքերով լի օր։ Շարժվելով առաջ, ձեր ուշադրությանը կներկայացնենք կենդանակերպի 5 նշանների, որոնց խոսքերը միշտ իրականանում են։ Երբևէ հանդիպել եք մեկին, ում խոսքերը կարծես թե ձևավորում են իրականություն։ Այն մարդիկ, ովքեր ասում են կտեսնես, դա կլինի եւ հետո ինչպես կախարդանք դա տեղի է ունենում, նրանք ասես իրադարձությունները կանխատեսելու կամ նույնիսկ երևակայելու թաքնված ունակություն ունեն։ Աստղաբանությունը ասում է, որ կենդանակերպի որոշ նշաններ ավելի հավանական է, որ այս շնորհը ունենան։ Անկախ նրանից, թե դա նրանց բուռն ինտուիցիան է, թաքնված օրինաչափությունները նկատելու կարողությունը կամ բացահայտ նպատակասլացությունը, այս 5 նշաններն ունեն իրենց խոսքերը գործի դնելու արտասովոր ունակություն։ Նրանք կարող են ոգեշնչել, զգուշացնել կամ նույնիսկ ձևավորել ապագա։ Եկեք ծանոթանանք այս բառերի կախարդների բնավորության զարմանալի գծերին։ Կարիճներ, կարիճներին հաճախ սխալ են հասկանում, բայց մի բան հաստատ է, նրանց ինտուիցիան ածելիի պես սուր է։ Այս մարդիկ ուշադրության վարպետներ են, որոնք կարող են զարմանալի պարզությամբ տեսնել մարդկանց եւ իրավիճակները։ Նրանք կարող են պատահաբար մեկնաբանել։ Ես այնպիսի զգացում ունեմ, որ դա տեղի է ունենալու։ Հետևանքները կանխատեսելու նրանց կարողությունը բխում է մարդկային էության խոր ըմբռնումից։ Կարիճները բնական դետեկտիվներ են, որոնք միասին հավաքում են նուրբ նշանները, որոնք ուրիշները բաց են թողնում։ Այս հմտության շնորհիվ նրանք գրեթե մարգարեներ են թվում, բայց զգույշ եղեք, նրանց ազնվությունը կարող է վնասել։ Զարմանալի չէ, որ կարիճներին հաճախ նկարագրում են որպես ուժեղ եւ խորհրդավոր։ Նրանց խոսքերին չի կարելի անլուրջ վերաբերվել, թերևս դա է պատճառը, որ շատ մարդիկ նրանց հանդեպ ակնածանքի եւ վախի խառնուրդ են զգում։ Աղեղնավորը արկածախնդիր է, բայց թույլ մի տվեք, որ նրանց ազատամիտ էությունը ձեզ հիմարացնի։ Նրանք աներևակայորեն կապված են իրականության հետ։ Աղեղնավորները լավատեսության եւ գործնականության յուրահատուկ համադրություն ունեն։ Երբ ասում են, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա հազվադեպ է հիմնված ֆանտազիայի վրա։ Ընդհակառակը դա հաստատվում է փաստերով, տրամաբանությամբ եւ փորձով։ Աղեղնավորները մյուսներից տարբերվում են գործերը վերջին հասցնելու կարողությամբ։ Եթե բան են խոստացել, վստահ եղեք, որ կկատարեն այն։ Հենց այս հուսալիության պատճառով է, որ նրանց խոսքերը հաճախ
հաճախ կշիռ են ունենում։ Աղեղնավորները նաև միտումների և օրինաչափությունների խորը զգացողություն ունեն, ինչը նրանց օգնում է կանխատեսել արդյունքներ, որոնք ուրիշները կարող են չնկատել։ Զարմանալի չէ, որ նրանց վստահությունն իրենց կանխատեսումների նկատմամբ հաճախ հանգեցնում է նրան, որ նրանք ճիշտ են դուրս գալիս։ Կույսերը բացարձակ ռեալիստներ են, հայտնի լինելով իրենց բծախնդրությամբ, նրանք չմտածված հայտարարություններ չեն անում։ Եթե կույսը ինչ-որ բան է ասում, կարող եք վստահ լինել, որ դա հիմնավորվում է ուշադիր դիտարկմամբ և վերլուծությամբ։ Նրանք տեսնում են մանրամասներ, որոնք ուրիշները բաց են թողնում, ինչը թույլ է տալիս նրանց կանխատեսել արդյունքները զարմանալի ճշգրտությամբ։ Կույսերը գրեթե արտասովոր կարողություն ունեն զգալու, երբ ինչ-որ բան այն չէ։ Նրանց նուրբ բնածները հաճախ զգուշացնում են նրանց վտանգի կամ խնդիրների մասին, նախքան դրանք առաջանալը։ Սա ստիպում է նրանց կանխատեսումներին մարգարեական թվալ, թեև իրականում դա տրամաբանության և ինտուիցիայի համադրություն է։ Կույսի խոսքերը հազվադեպ են անլուրջ, նրանք չեն խոսում, քանի դեռ համոզված չեն, թե ինչ են ասում։ Այսպիսով, երբ նրանք խորհուրդներ են տալիս կամ կիսվում իրենց մտքերով, ուշադիր լսեք։ Այդ ամենը կարող է ձեզ շատ պետք գալ։ Ձկները կարող են հանգիստ և զուսպ թվալ, բայց թույլ մի տվեք, որ նրանց նուրբ պահվածքը ձեզ մոլորեցնի։ Նրանք ապագան գուշակելու անսովոր ունակություն ունեն։ Այս երասկոտ ջրայի նշանը սերտորեն կապված է ինտուիցիայի և զգացմունքների հետ, որոնք հաճախ տանում են նրանց ապշեցուցիչ ճշգրիտ եզրակացությունների։ Երբեմն նրանց կանխատեսումները գալիս են պատահական մեկնաբանությունների տեսքով, իսկ երբեմն էլ վառ երազների միջոցով, որոնք կարծես հաղորդագրություններ են այլ աշխարհից։ Ձկները հայտնի են իրենց խորը երևակայությամբ և զգայունությամբ, ինչը թույլ է տալիս որսալ իրենց շրջապատող նուրբ էներգիաները։ Այծեղչյուր։ Ունենալով մեծ կարգապահություն և գործնական միտք, այծեղչյուրները ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև ձևավորում են այն։ Երբ այծեղչյուրն ասում է, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա սովորաբար նշանակում է, որ նա արդեն գծել է այն քայլերը, որոնք կհանգեցնեն դրան։ Այս երկրային նշանը հայտնի է իր ուժեղ ինտուիցիայով և ռազմավարական մտածողությամբ։ Այծեղչյուրները կերպարների և իրավիճակների հիանալի դատողներ են, հաճախ հստակ գիտեն, թե ինչ և երբ սպասել։ Պատահական չէ, որ նրանց խոսքերը հաճախ կրում են մարգարեության ծանրություն։ Նրանք մեծ ջանքեր են գործադրում համոզվելու համար, որ ճիշտ են։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին առաջիկայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։